Կառավարությունը սկսում է մեղրիով Թրամփի ուղու կառուցման վերաբերյալ հայ-ամերիկյան միջպետական համաձայնագրի վավերացման գործընթացը։ Գործադիրը վաղվա նիստում կհաստատի որոշման նախագիծը, ինչից հետո Մարկո Ռուբիոյի Երևան կատարած մեկ ժամանոց այցի ժամանակ Զվարթնոցում նախաստորագրված, իսկ օրեր անց հեռակա կարգով ստորագրված փաստաթուղթը կուղարկվի Սահմանադրական դատարան։ Եթե այն փաստաթուղթը համապատասխանող ճանաչի մայրօրենքին, համաձայնագիրը կուղարկվի արդեն Ազգային ժողով։ Գործնական քայլերի է անցել նաև Վաշինգտոնը։ ԱՄՆ պետքարտուղարությունը հիմնել է TRIP+ հիմնադրամը, որը զբաղվելու է թե Հայաստանի տարածքում 43 կիլոմետրանոց Թրամփի ուղու կառուցման և թե Ադրբեջանում ու Կենտրոնական Ասիայում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմամբ։ Ուշագրավ է, որ պետական ներդրումային այդ հիմնադրամը բրիտանական Guardian թերթի տեղեկություններով ղեկավարելու է Չիկագոյում բնակվող գործարար Կոնստանտին Սոկոլովը, որը խոշոր կապիտալի է տիրապետում ոչ միայն ԱՄՆ-ում և Եվրոպայում, այլև Հայաստանում։ Բայց նախ նրա կենսագրության մասին, որի մեջ ուշագրավ դրվագներ կան։ Սոկոլովը ծնվել է 1975-ին Սանկտ Պետերբուրգում։ Ազգությամբ հրեա է, համենայն դեպս հրապարակայնորեն բազմիցս խոսել է իր հրեական ծագման մասին։ Նրա կենսագրականում գրված է, որ տատիկը բռնաճնշումների է ենթարկվել 1950-ականներին, երբ Ստալինի օրոք հետապնդումների է ենթարկվել նաև հրեական համայնքը։ Սոկոլովը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ 97-ին, 21 տարեկանում և սկսել իր կարիերան հեռահաղորդակցության ոլորտում։ Տարիների ընթացքում դարձել է առաջատար ներդրող ոչ միայն այս, այլև էներգետիկ ենթակառուցվածքների և ֆինանսական ծառայությունների ոլորտներում։ Սոկոլովը մոտ 23 միլիոն դոլար է նվիրաբերել վերջին տարիներին Թրամփի և հանրապետականների նախընտրական արշավներին, և այն 36 նվիրատուներից է, որոնք ֆինանսական միջոցներ են հատկացրել Թրամփի Սպիտակ տան պարահանդեսային շքեղ դահլիճի նորոգման համար, ինչը 350 միլիոն դոլար է արժեցել։ Ուշագրավ է, որ այդ նպատակով միլիոնավոր դոլարներ նվիրաբերած մյուս գործարարներից ոմանք ևս բարձր պետական պաշտոններ են ստացել, ինչպես Սոկոլովը, որը նախկինում երբևէ պաշտոն չի զբաղեցրել։ Բրիտանական Guardian-ին հարցազրույց տալուց Սոկոլովը հրաժարվել է։ Նա Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշոր օպերատորներից մեկի Viva Armenia-ի բաժնետերն է չինացի Ժեժանգի հետ միասին։ Ընկերությունը նախկինում պատկանում էր ռուսական ՄՏՍ ցանցին, սակայն 2 տարի առաջ տեղի ունեցած գործարքի արդյունքում անցավ Սոկոլովին և նրա չինացի գործընկերոջը։ Ընդ որում Viva Armenia-ն հիմա մեծացնում է իր կապիտալը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում։ Օրեր առաջ ձեռք բերեց մեկ այլ օպերատորի՝ Ռոստելեկոմի բաժնետոմսերը։ Բացի այդ, Ազատության ունեցած տեղեկություններով Սոկոլովը պատրաստվում է ռուսական VTB բանկից գնել թեղուտի հանքի բաժնետոմսերը, որը պղնձի և մոլիբդենի պաշարներով երկրորդն է Հայաստանում։ Սոկոլովը պաշտոն է զբաղեցնում Northern Pillar Energy կոնսորցիումում, որը մաքուր էներգիայի և օպտիկամանրաթելային մալուխների ոլորտում է ներդրումներ անում, կապելով Աֆրիկան Եվրոպայի հետ։ Նա նաև Չիկագոյում գործող IGS Investments և Ցյուրիխում գործող Gothard Investment ընկերությունների համահիմնադիրն է, որոնք աշխատում են ֆինանսական ծառայությունների մատուցման, էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում։ Ըստ Միրզոյանի և Ռուբիոյի միջև կնքված համաձայնագրի, Թրամփի ուղին կառուցելու և շահագործելու է հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը TRIP-ի զարգացման ընկերությունը, որտեղ Սոկոլովի ղեկավարած հիմնադրամը 74% բաժնեմաս է ունենալու առաջիկա 50 տարում, իսկ Հայաստանը ընդամենը 26։ Ամերիկյան հիմնադրամը ըստ պետքարտուղարության ավելի քան 200 միլիոն դոլարանոց բյուջե է ունենալու իր տրամադրության տակ, որից վարկեր, դրամաշնորհներ է տրամադրելու և ներդրումներ է անելու Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում իրականացվող ռազմավարական նախագծերում։ Բյուջեն, սակայն, ենթադրաբար կարող է ընդլայնվել մի քանի անգամ։ TRIP-ի շրջանակում ամերիկյան պետական այս ընկերությունը հայկական կողմի հետ համատեղ զբաղվելու է նաև Հայաստանի ընդերքում առկա հազվագյուտ հանածոների արդյունահանմամբ, ինչը Թրամփի վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է հիմա Չինաստանի հետ տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում թեժ մրցակցության պատճառով։ Ուշագրավ է, որ բրիտանական Guardian-ը Թրամփի ուղին ներկայացնում է ոչ թե որպես Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանին կապող տրանսպորտային ուղի, այլ Կենտրոնական Ասիայի հետ կապ ստեղծող առևտրային միջանցք։ Ալիևն էլ կրկին այն Զանգեզուրի միջանցք է անվանում, պնդելով, թե Թրամփը լավ էր հասկանում դրա ստեղծման կարևորությունն ու կարողացավ համոզել Փաշինյանին։ ԱՄՆ պետքարտուղարությունը, սակայն, օրերս հայտարարել էր, TRIP-ի շրջանակում մաքսային ու սահմանային վերահսկողության լիազորությունները Հայաստանին են վերապահված լինելու։